Իրանի այաթոլլան, սուպրիմ լիդերը մահացավ, հիմա արդեն նորը կա։ Այսօր մարտի 4-ն է, ես Վարդան Վարդանյանն եմ, ինչ է կատարվում Իրանում։ Ինչպես ասացի նախորդ հաղորդման մեջ, այաթոլլայի մահից հետո պիտի այդ 88 հոգին հավաքվեին եւ նոր այաթոլլա ընտրեին։ Ինչպես ասենք, Հռոմի պապեն ընտրում, կարդինալները։ Երբ որ սրանք հավաքվել էին այդ մոտորումների մեջ, ընտրությունների համար, Իսրայելը խփեց այդ շենքին եւ բոլորին սպանեց։ Եվ թվում էր, թե նոր լիդեր պիտի չլինի։ Բայց ճարահատյալ վազեցին, այաթոլլայի որդուն քաշտվեցին, սարքեցին, նշանակեցին, ասենք, միանգամից որպես նոր լիդեր, թե ինչքան կդիմանա դա այդ պոստի վրա, դա արդեն թողնեմ բոլորի երևակայությանը։ Ինչպես եղավ այս Իսրայելի հարվածը։ Նորից պարզը, որ գիտեին ովքեր են հավաքվում, որտեղ են հավաքվում եւ նպատակը այն էր, որ նոր լիդերի գոյությունը լավ չի որ լինի, որտեղ նա կարող է կազմակերպի Իրանի ուժերը եւ պատասխան հարվածներ տա եւ այլ, ինչքան քիչ ունենա լիդերշիփ, այսպես ասած, այնքան լավ։ Դրա համար շարունակեցին այդ process-ը։ Ինչպես պարզվում է, որ սա ամիսներ առաջ արդեն պատրաստել էին այս հարվածը եւ ինչպես մտել էին ուրեմն Թեհրանի փողոցային բոլոր ուրեմն տեսախցիկները, ինչպես Երևանում կա, չէ, երթևեկությանը հետևում են, այդ նույն ձևի կա Թեհրանում, ուրեմն Իսրայելից մտել էին դրա հակ էին արել, մտել էին եւ դրանցով հետևում էին բոլոր այս մոլաների, այդ ընտրողների շարժումները, ով որտեղ է ապրում, ով թիկնապահներ ունի, թիկնապահները որտեղ են ապրում, ինչպես են իրենց հետևում, ինչպես են գնում, ուր են գնում աշխատանքի, ինչպես են անում, որ ժամին եւ այլն։ Եվ երբ որ սրանք հավաքվում էին, իհարկե նրանք տեսնում են այս բոլորը փողոցային այս տեղասախիցիկներով, հետևելով իրենց շարժումները եւ իմանալով, որ հավաքվեցին այդտեղ, խփել են այդտեղ։ Այս էլ ձեզ նորից Իսրայելի հետախուզական, ասենք թե կարողությունների մասին եւս մի բան։ Բայց վերադառնանք մի վարքյան հիմա արդեն ռազմական իրադրությանը, ուրեմն էլի ասացի, որ պայմաններից մեկը Միացյալ Նահանգները, ասեն հրամաններից մեկը, որ տրված էր իր ուժերին, որ ուրեմն իրանական նավատորմը ոչնչացնեն։ Ինչու՞, որովհետև նավատորմը կարող էր փակել Օրմուզի նեղուցը եւ ընդհանրապես Պասկական ծոցը եւ նավերին եւ այդ ապրանք փոխանակությանը սպառնալիք լինել, չասեմ, որ ռազմական նավերի համար։ Եվ դա էլ կատարվեց, արդեն մեծ 11 հատ նավ են խորտակել են, փոքրերի մասին խոսք չկա արդեն։ Բայց միաժամանակ նաեւ ուրեմն ոչնչացրել են ամբողջ հակաօդային պաշտպանությունը եւ օդային ուժերը, որ նշանակում է արդեն երկինքը բաց է եւ օդային հարվածներ տալու համար պետք չի հերվից, հա, այսպես ասած, stand-off հեռավորությունից կրակես ինչ-որ հրթիռ, ինչ-որ բանի վրա, արդեն կարող ես թռնել հենց Իրանի որևէ թիրախի վրա, որ քեզ պետք է եւ այնտեղ արդեն կոնկրետ ռմբակոծություններ կատարել եւ այլ եւ այլ։ Սա արդեն ռազմական իմաստով օդը գրավելը դա արդեն շատ կարեւոր, երևի առաջի ամենակարևոր քայլերից մեկն է, որ պիտի արվի, դե արդեն արեցին։ Այդ 4-րդ օրն ասենք, հիմա այսօր ես երեկոյան եմ այս ձայնագրում, ամսի 3-ին, երևի 4-ի համար։ Համենայն դեպս, այս իրավիճակում տեսանք, որ այս վիճակը, այսինքն քաոսը շարունակվում է, այդ IRC-ի գլխավորների մոտ ահագին քաոս կա հատկապես, բայց այն բաները, ինչ են ասում, բասիջները փողոցներում, որ մարդկանց վրա կրակում են եւ այլն, դրանք շարունակում են այդ գործը անել։ Թրամփը դուրս եկավ, ասաց՝ մի հիմա դուրս եկեք փողոց, որ ձեզ չկոտորեն, այսպես ասած, հա, բայց պատրաստ եք, որ 2 օր առաջ հակառակն էր ասում, շարունակեք ձեր ապստամբությունը, հիմա էլ այսպես բաներ։ Ամեն մի րոպե մի բան ասում է, ինքը դա Թրամփն է։ Տեսնենք ուր կգնա սա։
Ուրեմն այս քաոսի մեջ, որ ասացի երեք, որովհետև ղեկավարությունը չկա բարձրագույն, չի կարողանում ստրատեգիական որոշումներ ընդունի։ Իրենց նշանակած այս մանր-մունր մարդիկ մենակ կրակել գիտեն, հաճուձախ սկսեցին կրակել բոլոր արաբական երկրների վրա, հետևանքն եղավ, որ բոլորը ստիպված սկսեցին իրենց պաշտպանել, Սաուդի Արաբիան նույնիսկ ասաց, ես կխփեմ, եթե պետքա, բավական է եւ այլ, այսպիսի բաներ։ Իդեպ ասեմ, որ նաեւ մի երկու հրթիվ ընկավ ուրեմն Կիպրոսի բրիտանական ավիաբազայի վրա, մի երկու հատ ընկավ խփել էին ֆրանսիական ուրեմն բազայի վրա Էմիրատներում, մի հատ ինչ որ ՆԱՏՕ-ի բազա կար, որտեղ իտալական զինվորներ էին, իտալացի զինվորներին դրանց են խփել, բոլորի խառնեցին, որ այդքան թշնամի պետք չունեին, հիմա բոլորին հավաքեցին իրենց գլխին, կարծես թե որ իրապես եթե սա կարգին մտածված բաններ, դպիսի չէին թույլ տա այդպես բաննի, բայց որ այս վիճակում է դա։ Բոլորը վախենում էին, որ Իրանը կարող է Պարսիցոց ականապատի, այսինքն այդ լողացողականները կամ ջրի տակի, որ նավերը պայթեն եւ այլ։ Այդ չեղավ։ Մասամբ երևի նավ չունեն, որով կտանեն ականապատելու, բայց մասամբ էլ պարզա, որ Իրանի համար դա շահավետ չէ լինի, որովհետև Իրանի համար հենց ամենակարևոր, ասենք թե նյութական դրամի աղբյուրը դա իրենց նավթի եւ խտացած հեղուկ գազի առուցախն է, իսկ դա 80% անցնում է հենց այդտեղով, այդ Հորմուզի նեղուցով եւ իրանց էին խփելու, հիմնականում գնալու էր իրենց դաշնակից Չինաստանին, Չինաստանն առնում Իրանից ամենաշատը։ Ինչ իմաստուներ այդտեղ բանալը, բայց այս րոպեին տանկերներ չկան այդտեղ, այն մյուս տեսակի բոլոր տեսակի առևտրական նավերը կանգնած են, չեն շարժվում եւ իհարկե դա բոլորը վախ է առաջացրել, նավթի գինը բարձրացավ, ինչեր առաջ 60-63 դոլար էր, ինչեր 4 դոլար, հիմա դարձել արդեն 80-ի մոտ եւ այլ։ Կտեսնենք ինչքան կշարունակվի, նեղից կերևա ասեցի, որ OPEC-ը ուզում ավելի արտադրի, կտեսնենք։ Այս իրավիճակը այս րոպեին։ Նույնը վերաբերում է ոսկու գնին եւ շուկաների մասին ասեցի, որ բավական բաց ընկան արժեթղթերի շուկաները, հա, այսպես stock market-ը ասեմ այս ձևի։ Թրամփը հայտարարեց, որ նրանք վերջի վեր եկել են արդեն ուզում են խոսան, բայց ես ասեցի, որ արդեն ուշ է։ Ես ասելով նույն բանը ասեց, որ մեր հիմնական հարվածը հələ դեռ չենք տվել, սա հələ ոչինչ, մենք ավելի ուժեղ հարվածներ ենք պատրաստել եւ կշարունակենք ինչքան պետք է։ Ռուբիոն այդ նույն բանը կրկնեց։ Այս ջղային վիճակում Բրիտանիան շարունակում է ասել, որ չեմ մասնակցում այս պատերազմին, մենք այն ժամանակ էլ չէինք մասնակցում, հիմա էլ չէ, բայց պաշտպանական նպատակների համար թույլ ենք տալիս Միացյալ Նահանգներին մեր ավիաբազաները գործածել, օրինակ Կիպրոսում կամ որևէ տեղ, բայց այլևս չենք մասնակցում։ Ֆրանսիան հակառակը, քանի որ իրեն խփել են արդեն, չէր կարող պետք ասել, ուրեմն մի քիչ սիմվոլիկ բան արեց, քայլ արեց, իր ավիակիրը, մի հատ ավիակիր ունի, Շարլ դե Գոլը, ուղարկեց միջերկական ծով, արդեն ուր ուղարկեր, բայց իբրև թե դա պիտի ինչ-որ բան անի, ամենայն դեպս ինչ-որ քայլ արեց Ֆրանսիան, կոնե ասեց, մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր տերիտորիաները։ Նույն ինչ որ ասեցին մյուս արաբական երկրներ, իդեպ ասեմ, որ մյուս արաբական երկրները, որոնց վրա Դոհայի վրա, այսեն Կատարը, չգիտեմ, այնտեղ Սաուդի Արաբիան, ահագին հրթիռներ են խփում իրենց վրա, որ գալիս է մինչև հիմա, ամերիկյան ուրեմն հյուպատոսարանի վրա մի քանի անգամ հարվածներ են եղել բաներում, Էմիրատներում եւ այլն, եւ դա ինչ որ չնայած մարդ չկա, պարկասոզոներ չկան, բայց նշանակությունը ունի։ Ցույց է տալիս օդային պաշտպանության իրավիճակը, հա, այսպես ասած։ Համատած ճիշտ ասեմ, ձեզ այն ինչ որ ուկրաինացիներն են կարողանում անել, դա 1/4-ը չեն կարողանում այստեղ բոլորը միասին անել, հա։ Բոլոր դեպքերում սա այս պատերազմը իհարկե Իրանին շարքից հանելը դա շատ կարևոր ֆակտոր է նաև Ուկրաինայի համար, որովհետև Իրանը շատ էր օգնում Ռուսաստանին եւ
իրենց շախեդներով, որ այնտեղ գերային են ասում, ռուսերենով եւ փաստորեն նրանք առաջ ամիսը մի քանի 100 բաներ առաջացնում է ATS-ը սարքում, հիմա 50-60 հազար են սարքում շնորհիվ Իրանի, այսպես ասած, եւ ցավալին ինչ է, որ երեխաներ են այնտեղ աշխատացնում այդտեղ, դպրոցականներ, ասենք, ոչ թե երեխաներ 16-17 տարեկաններին, որ մեծ փողեր են խոստանում, եթե լավ աշխատեք ձեզ ասում ջրավազանը ջուր կլցնեմ այդ տարբերակով, հա, հավաքագրելու համար sense ռոպագանդաներ են անում, մի խոսքով, էս է իրավիճակը, բայց ամենայն դեպս դա էլ հարված է Ռուսաստանին, եւս մի դաշնակից մեջտեղից դուրս եկավ, կամ ճանապարհին, այսպես ասենք, եւ տեսնենք սա ուր է տանելու։ Թրամփը սկսեց իրեն պաշտպանել մի քիչ այն բանով, որ իրեն մեղադրեցին, որ դու փաստորեն մտար ես պատերազմ Իսրայելի ոչ թե հրավերով, իրաց խորամանկությամբ։ Իրանք խփեցին, դու ստիպած քեզ պաշտպանելու համար դու մտար նախահարցակ լինելու, որպեսզի քո վրա հարձակում չլինի, որ ես եկել ասեցի հիմար վաճառաբանությունը այդքան խելոք չի, որ անպայման չէ որ այդ դեր լիներ, եթե ինքը չխառնվեր, բայց ով պետք էր համոզեցին, իբրև թե զինվորականությունը, որ եթե մենք չխփենք, մեր վրա կգա եւ այն դեպքում ավելի դժվար կլինի պաշտպանել, քան թե առաջինը, եթե մենք ոչնչացնենք հարձակման միջոցները, ասենց ասած, հա։ Ամենայն դեպս ինքը ասեց, որ չէ, եթե մեկը մեկին դրթել է, սկսելու ես ասենք օպերացիան, հա, այդ ես էի, Թրամփի իհարկե ինքնասիրությանը կապել էին, որ ոնց կլներ, որ տենց ման եք ասում, ես միշտ պետքա լիդերը լինեմ, այդպես ասեց։ Այս յուր կգնա Աստված գիտի, բայց այսօրվա դրությամբ մի բան պարզ է, որ շատ շուտ չի վերջանալու։ Եվ իդեպ ասեմ, ամերիկյան զորերի թիվը ավելացել է, այն որ ասում էին, երեք ասացի, որ 3 հոգի են զոհվել, պարզվեց փլատակների տակ եւս 2 հոգի կային, թե եւս 3 հոգի կային, 6-ի հասել թիվը, եւ հավանաբար ավելի կլինի միջև սա վերջանա, ինչու են պատճառով, որ հրթիռը գալիս է, չես կարողանում խփել օդում, գնում է ինչ-որ տեղ, մարդիկ վիրավորվում են։ Հա, նրանցից մեկը, այդ վիրավորներից մեկը մահացավ, 3 վիրավորներից մեկը այսօր մահացավ։ Սա այդպես դարձավ 6 հոգի։ Լավ, ինչևից է, ես միայն կարող եմ ասել, որ սա շուտ վերջացող բան չի։ Ճիշտ է, ահագին Իրանից մարդիկ փախչում են դեպի Աֆղանստան, երևի ավելի մոտիկ է Աֆղանստանի սահմանը դրա համար, այդ կողմից են գնում, այսօր ոնց որ թե մեծ ինչ-որ հոսք չենք տեսնում, դեպի, ասենք թե Գոլֆի երկրներ կամ դեպի Ադրբեջան կամ ինչ-որ Հայաստան եւ այլ կամ Թուրքիա, բայց իհարկե դա հնարավոր է նայած որ ուր կհասնի սա եւ որ խմբերի մասն ենք ասում, հա, եթե ռեժիմի մարդիկ են փախնելու, նրանք ուր են գնալու։ Մի բան է դա պարզ է, չէ, իրանք ընտրելու են, ասենք թե ավելի իրենց համահունչ, ասենք իսլամական երկրներ, թեկուզ հենց Աֆղանստան, իսկ եթե հակառակը լինի Աստվածչյանի եւ ապստամբները, որոնք դեմ են այս ռեժիմին, այս վայրագներին, որի ժողովրդից 32 թե 36 հազար մարդ սպանեցին մի քանի օրվա մեջ փողոցներում, եւ հիմա այլ փողոցներում տների վրա կրակելով ման են գալիս, այսինքն որ հանգարց մեկը բալկոնից մի բան է գոռում, այդ դրա վրա ինչ ասած բան են անում։ Այդ դեպքում տարբեր տեսակի մարդիկ երկրից փորձեն դուրս գալ եւ նրանք կընտրեն իրենց ուղղությունը ստայնեմ, հա։ Այսինքն պետքա պատրաստվել դրա համար, ուրիշ ինչ կարող եմ ասել, միայն է։ Մեկ էլ այդ բոլորի հետ ասելով, չգիտեմ, նորից կրկնելու բան չի, բայց որ այդ տեսախցիկները կարելի է քաղաքի մեջ հականել, մտնել եւ դրանով գործածել, դա հետևել մարդկանց եւ հետո դա վերածել զենքի, դա էլ պարզ է, որ պետքա զգուշ լինել, այս ընդհանուր բանի մեջ եմ ասում, եթե լավ պարզ չէր իմ սկզբում ասածից, ես էլ կրկնեմ, ասում հատուկ տաղանդավորների համար։
Առայժմ ես այսքանը, չեմ ուզում երկարացնեմ ուրիշ բաներ, որովհետև ամեն վարքյան նոր բան է դուրս գալիս եւ ամենայն ինձ համար հետաքրքիր կլինի տեսնել թե այս երկրները եւ գոլֆի եւ եվրոպականը չեմ կարծում, բայց գոլֆի երկրները կմտնեն պատերազմի մեջ թե չէ։ Եվրոպացիները խիստ նեղացած են իրենք ինչպես գիտեք արդեն Թրամփից եւ ամեն ինչ կանեն, որ գործնական օգնություն ցույց չտան։ Բայց առանց շնամական քայլեր անելու բնականաբար չեն ուզում Ամերիկայի հետ կամ վատանան, հա։ Այս մի կոնֆլիկտը ոնց որ Ստորմերը Բրիտանիայի վարչապետը ասեց, մենք Իրաքի պատերազմից մեր դասերը սովորել ենք, մեր սխալները չենք ուզում կրկնենք։ Եվ այդ իմաստով մյուսներն են այդպես մտածում, հա, եւ հիշում եք, որ Դանիայի ուրեմն վարչապետը վեր կացավ, երբ որ Թրամփը ասում է դուք ոչ ման չեք արել եւ այլն, ասա շատ կներես բնակչության հաշվով մարդա անով ասենք թե ամեն 100,000 բնակչությունով Դանիան ավելի շատ զոհ տվել, քան թե որևէ ուրիշ ՆԱՏՕ-ի երկիր այս բոլոր Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների մեջ, Միացյալ Նահանգներից հետո իհարկե, այնպես որ մի կարծի որ մենք որ շատ ձայն չենք հանում դրա մասին, չենք մասնակցել կամ մեր լուման չենք բերել, բայց հիմա այդքան չի լինելու, եւ դա շատ նեղացրել է բանին Թրամփին, Բրիտանիայի այս տեսակետը եւ ինքը նույնիսկ սկսեց բաներ ասել, շատ հիասթափված է մեզ կոմենքում, իսկ ամենաշատը հա ինքը գոնե Բրիտանիան իր ավիաբազաները չի փակել նրա դեմ, հիշեք որ Բրիտանիայում, ասենք Շոտլանդիայից սկսած Անգլիայում եւ այլն ամերիկացիների բազաներ ունեն, բայց եթե նա ասի իմ երկրից չես կարող թռնել, ուրեմն չես կարող թռնել պատերազմի համար, հա, առայժմ ասում է ինքնապաշտպանական նպատակների, այսինքն այդ նեղությունը բաց պահելու համար, նավերը պաշտպանելու համար եւ այլպես բաներ, հա, կարելի է։ Իսպանիան ասեց չէ։ Իսպանիայում էլ կան ամերիկյան բազաներ եւ ասեց չէ, մեր տեղից չես կարող ուրեմն որևէ ձևով դա գործածել բազաները այս պատերազմի համար, Թրամփը ընդհանրապես կատաղեց, հարգարց հիշեց, որ Իսպանիան նաեւ չէր համաձայնվել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր ռազմական ծախսերը ավելացնել մինչև իր gross domestic production, ինչն ասում, համախառն արտադրության 5%-ը, հա, մնացել էր 2-ից պակաս, 2 չէր դարձնում, հրաժարվեց այդ անելու, ուրեմն այնքան ջղանացավ Թրամփը, որ հրամայեց Treasury Department-ի American Treasury Department, այսինքն ֆինանսների մինիստրությունը, այսպես ասենք, ամենահզոր մինիստրությունն է, այսպես ասած, եւ սանկցիաները հենց իր միջոցով են կատարվում, ուրեմն շուտ եկավ այդ ուրեմն քարտուղարին այդ ֆինանսների մինիստրության ասաց որ մինիստրին որ ոչ մի հարաբերություն չունենաս արգելում եմ որևէ տեսակի հարաբերություններ Իսպանիայի հետ, այսինքն եթե Իսպանիան չի ուզում համագործակցի այս Իրանի պատվերազմի վրա հետ ես հարաբերությունները իրանց հետ այդ ոչ մի բան չի նշանակում որ այսինքն դեսպանատներն են փակելու բարմանը, դա խոսքը գնում էր ֆինանսների նախարարության գծով եւ սանկցիաների եւ այլ հարցերով երևի, որտեղ ոչ մեկ չհասկացավ դա ինչ է նշանակում, նա էլ չմանրած մասնեց պատասխանի մեջ sanctions ուրիշ բանից սկսեց խոսալ, մի խոսքով այս վիճակն է այս վարքյանին, մինչև տեսնենք ինչ է լինելու։ Այսօր սկանը Vivi Talks լայքեր, բաժանորդագրվեք, մինչև հաջորդ հանդիպում։